չկար ուժ եւ չկա ուժ, որ կարող է մեր դեմ որևէ բան դնել եւ մեզ կաշկանդել։ Կարող է գիտեք Նիկոլը միապետ է, հռոմեական սրբազան կայսրության սրբազան կայսրն է։ Լուկաշենկոն է սա, բան, ապետ քեզ ինչ պակաս Լուկաշենկո ես դառնալու դու էսա։ Բայց ինչ ենք Լուկաշենկո ասում, թե եկեք ասենք ադրբեջանականացում։ Մենք ասում ենք դու մի եղի, պարլամենտը թող որոշի մի հատ ուրիշ մարդ լինի։ Նիկոլ, Սամվել, Ռոբերտ, Սերժ, մենակ իրաց չենք ընտրում, ընտրում ենք պարլամենտ։ Մենք միակ ուժն ենք, որը չի խաղում Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Ընկերներ, ողջույն, պլատֆորմ ոդքասթը շարունակում է իր հրաշալի աշխատանքը, ավելի շուտ նախընտրական վերջին աշխատանքը, ահա եւ վերջ, նախընտրական կամպանիան, քարոզարշավը մոտեցավ իր ավարտին, րոպեներ մնացել, որ մեկնարկի լռության օրը կամ չգիտեմ, շատ բուրըն քարոզարշավ էր, իմ համար առաջինը, Պարոն Մավրիկյանի համար ես իմ ոլորտը իմ տպավորությամբ շատ հրաշալի քարոզարշավ անցկացրեցինք, հետաքրքիր, արդյունավետ, լիքը մարդիկ հիացական տպավորություններով են կիսվում, հաշվի առնելով, թե ինչ արգելքներ ենք հաղթահարել, 4 կողմից արգելքներ, ինֆորմացիոն բլոկադա, չուզողների արշավներ, լիքը պրոպագանդիստներ սկզբից ուզում էին չնկատելու տային, հետո սկսեցին թիրախավորել։ Մի խոսքով, երեք պարոն Մարոկյանը մասնակցեց ՀՄԿ-ի վերջին առաջին համարների բանավեճին, որ իմ կարծիքով գոնե մեր համար շատ հրաշալի ընթացք ունեցավ։ Պարոն Մարոկյանը հրաշալի դրսևորվեց, չնայած որ ընդդիմությունը այնտեղ փոքրամասնություն էր, պարոն Մարոկյան։ Նիկոլ Փաշինյանն էր իր արբանյակ սատելիտների հետ ու այնտեղ մի քանի ընդդիմադիրներ կան, որոնց մենք այդքան էլ զտարյուն ընդդիմադիր չենք համարում։ Ընդդիմությունը այնտեղ փոքրամասնություն էր, բայց հաջողություններ արձանագրվեցին, պարոն Փաշինյանը իսկապես շատ ծանր դրության մեջ հայտնվեց, նրա այդ հիստերիան հունից դուրս գալը, պոպուլիզմը այս անգամ այդքան էլ չկարողացան նրան օգնել եւ կարծում եմ հրաշալի բանավեճ էր եւ մի բան էլ ասեմ այդ արբանյակների Նիկոլ Փաշինյանի սատելիտների հետ կապված դրանց համարում բանամ համեմատում եմ հաճախ Ժիրինովսկու հետ լիքը մարդ չի հասկանում թե ինչ նկատի ունեմ, ասում են ոնց Ժիրինովսկին sense հայտնի համաշխարհային ռետոր էր, sense կանխատեսումներ անում, լավ, այդ ամեն ինչը հասկացանք։ Լեմիկոն, որ ես այդպես չեմ կարծում, գնահատականս այդքան էլ բարձր չի, բայց Ժիրինովսկին ընդդիմադիր էր, չէ՞, Պուտինի ռեժիմի համար անունով, եւ լրագրողները նրան հաճախ հարցնում էին. «Դու ընդդիմադիր ես, ինչի՞ ես քննադատում Պուտինին, վախում ես»։ Ասում էր, ոնց չեմ քննադատում եմ, ասում են, ցույց տուր, որտեղ ես քննադատում։ Ասում են, ահա, քննադատում եմ, որ Ռուսաստանը չափազանց դանդաղ է ընդարձակվում։ Դանդաղ է գրավում կողքի երկրները։ Դանդաղ է գրավում, տեսեք ոնց է քննադատում։ Շատ ինչի օրինակ հյուսիսային Ղազախստանը չի օկուպացնում, ինչի մինչև հիմա Կիև չի մտել, այդ մարդը տենց էր քննադատում, բայց հասկանալի է, չէ՞։ Հիմա այդ արևմտամետ հորջորջվողները, որոնք արևմուտքի եվրոպական քաղաքակրթության հետ կապ չունեն, որ իբր թե Նիկոլ Փաշինյանի հետ ընդդիմախոսն ինչի մեջ են նրանք քննադատում, որ չափից դանդաղ եւ պասիվ է հետապնդում հակառակորդներին, որ ընդդիմությանը չափից դանդաղ է ապամոնտաժում, որ հեղափոխական տերոր չի անում, որ ավելի դանդաղ է մեզ իբր թե տանում արևմուտք, Եվրոպա, ինչի միանգամից հապկից դուրս չի եկել, ինչի 102-րդ ռազմաբազան չի անում, այսինքն sense ապուշ թեմաներ, այսինքն նույն թեմաները ինչ որ չգիտեմ, Ժիրինովսկին էր իբր թե քննադատում, բայց նույն իրանք Ժիրինովսկին են։ Հələ լավ, Ժիրինովսկին կարող է մի քիչ ավելի ինտելեկտուալ էր, սրանք Սալավյովի լեվելին էլ չեն ձգում։ Ինչ կասեք։ Չէ, ինչ Սալավյով, բայց հա տանեմ։ Սրանք Չիբուխչյան լայվի մակարդակի են։ Հա։ Ես ասեմ, որ գիտես ինչն էր ինձ շատ հաճելի, որ հստակ էր, որ երբ որ մենք ասում ենք, որ մենք անխոցելի ենք, դա հենց այնպես խոսք չէր կարպիս, որ մարդիկ մտածում են, որ հա դե բան ասում են, չէ՞, ինչ ամենքն բոլորն ինչ որ բան ասում են, չէ՞։
Չկար ուժ եւ չկա ուժ, որ կարող է մեր դեմ որևէ բան դնել եւ մեզ կաշկանդել։ Դա խոսքը գտնում թե նախկիններին, թե ներկաններին, թե դրանստեղծ ուժերին, թե աֆրիկյան ուժերին, կապ չունի ինչ ուժեր են, հա։ Եվ այս իմաստով ես ինչ եմ ուզում ասեմ, որ Ժորժ ջան, դուք արձանագրեցիք, որ գոյություն ունի քաղաքական անապատ, քաղաքական անապատ։ Դե մարդկա չգիտի ԵԱԿ Միսկի խումբը ինչի համար է։ Մարդկա մտածում է ԵԱԿ Միսկի խումբը նամարակել որ կոնֆլիկտը չլուծվի։ Մարդկա մտածում է Ղարաբաղը բեռեր։ Մարդկա մտածում է թռած են սա Ղարաբաղից, բայց այ Արտուր Օսիպյանը չի թռել, մնացածը թռել են, ինքս չի թռել։ Մարդկա մտածում է որ բան ասելու համար կարելի է մարդ նստացնել, բայց պետքա գթասիրտ լինի վարչապետ, այսինքն Նիկոլը թագավորն էր իրանց այդ օպոզիցիայի։ Անենց абսուրդ էր։ Ես մի պահ էր գալիս կարծես որ ասում էի, արա ինչ խոսամ։ Արա ինչ ասեմ ես այս մարդկանց։ Շոր մեկը արդարանում է որ ինքը ռուսական փող չի վեկարել, մյուսը դրան անում է։ Անդե մի պահ ձեր ձենը լսվեց, որ ասում եք, հորոս սարև ով եք դուք, հա։ Հա, արդեն չեմ հիշում ինչ եմ ասել, հա։ Բայց շոր հետո շոր մի պահ գալիս ասում են, դե դուք ասեք, ինչ կասեք, այնտեղ իրար են հայոյում երկու կողմից։ Ասեմ մենք ակադեմիական քաղաքի ծրագիրը cancel ենք անելու, որովհետեւ Այդ ինչ էր նիֆտեմո։ Ընդ մեկը ասում է տղա տղուկ, մեկը ակադեմիական քաղաքը հա։ Մեկը զաղն ամեն ինչ ախր ինչ ակադեմիական քաղաք, Ժորժ ուսանողները պետք է գնան Երևանի կենտրոնում։ Այսինքն ես այդտեղ հասկացա որ երբ որ բոլորը իրար հայհոյում են եւ իրար դեմ դնում են թե ով ինչա լապ է, ով ինչա կեր է, ով ուրդուցա փող ստացե, Խադարկովսկի է ինչի դեմով, ես պետք է խոսամ մեր ծրագրերից։ Թե ինչ ենք մենք ուզում անենք։ Թե ոնց են բանկերն ու ԴՀԿ-ն մարդկանց հետևից ընկած, ինչա կատարվում երկրում եւ ես ամեն ինչը կարծես մի հատ բան էր անում, որ այսինքն պետքա մարդկանց այս ուղերձը հասնի, որ վերջին հաշվով ժողովուրդ դուք ընտրեք падգամավորների։ Այդ մարդիկ ձեր ապագա падգամավորները պետքա լինեն։ Ովքեր մտածում են, որ վարշավետը պետքա գթասիրտ լինի, մեկին բաց թողա, մեկին բռնի, ինքը մտածում է Վարշավետի տեխնացու Նիկոլ Փաշինյանը մտածում է, որ ինքը բանն ամենակարողն է, ասում է թե ով ինչ խամտի նստի։ Ասես ուզում եմ ասեմ, այս ուր եմ ես ընկես, ով եք դուք, այս ինչ եք խոսում, այս ինչ եք անում։ Այս ինչ եք անում դուք Հայաստանի հետ։ Այս ինչ եք անում դուք մեր ժողովրդի հետ։ Եվ այդ ֆոնին ես շնորհակալ եմ բոլորին մեր հետևորդներին, քաղաքացիներին ու լրիվ անծանոթ մարդիկ հիմա փողոցներում են կանգնացրել այսօր ամբողջ օրը, որ ջերմ արձագանք կա, բան կա, ես արդեն եթե, չգիտեմ, մի շաբաթ առաջ մի քիչ տես կասկածելի այդ որ մենք կլինենք խորհրդանում, հիմա համոզմունքս բացարձակ է։ Բայց գիտես ինչն է բանը, ես ուզում եմ մարդիկ հասկանան, էլի, որ այս կռիվը զուտ խորհրդան հասնելու համար չի, ձեր падգամավորը լինելու համար չի միայն, նաև նրա համար է որ փոփոխություն լինի ժողովուրդ։ Փոփոխություն լինի։ Ես այնտեղ մի պահ ասեցի, եթե սենց շարունակվի Նիկոլը կրելու է ձեզ։ Այն ինչ որ դուք անում եք հիմա, բայց Նիկոլին հարցեր էին տալի, որ իսկ Նիկոլը օգտվեմ էր իր թեզերը ավելի էր ամրացնում։ Հասկանում ես, այսինքն խնդրեմ իրան հարց տալու մեջ չէր, խնդրեմ իրան պաստալու մեջ էր, պաստալու մեջ։ Եվ այստեղ այդ այն ոճի հարցերը, որ ինչի արևը հելնում արևելքում եւ մայր մտնում արևմուտքում, դե։ Մեկը Նիկոլը, ասենք ռազմավարությունաբերության, այս հայ, ես ինչ ասում եմ, ոնց մենք ռազմավարությունաբերությունը, մենք ինչ Այն ունի Արարատը ասում էր չիպեր։ Հա, հիմա բարձա մեր էներգիան գնացած է Ժորժ ջան, հոգնած ջարդված փշրված ենք հաճելի զգացողությամբ, բայց ուզում ենք ձեզ տալ ուղերձներ մի քանի ուղերձներ։ Առաջինը որ դուք ձեր քվեարկությամբ ապագա 5 տարին որոշելու եք եւ ապագա 5 տարին որոշելիս շատ ուշադիր նայեք ում օգտին եք քվեարկում։ Ուշադիր նայեք ով ինչ օրակարգ է սպասարկում։ Ուշադիր նայեք ով կարող է Նիկոլ Փաշինյանի դեմը կանգնել, իր դեմը դնել տարբեր հարցեր եւ այդ հարցերի համար պատասխան պահանջել։ Ոչ թե պաստալ, որ ինքը պասով խաղա, այլ հաշվետու դարձնել իրան։ Նայեք, տեսեք թե օրինակ ինչ օրակարգեր ունեն, ինչ են խոսում։ Բոլորն ասում են, մենք կստորագրենք այդ պայմանագիրը։ Բոլորն ասում են բանը, տրիպը խաղաղության բանը։ Արա ինչ եք խոսում, ես ասում Պարոն Փաշինյան, այդ ձեր դոշի այդ բանի քարտեզը ինչ եք այդ գիծը քաշում, ազնիվն եք, էլի ցույց տա որ Միջանսկ եք տվել։ Մարկո Ռուբիոն 2 անգամ երեք սենատում հայտնել որ Միջանսկա դա։ Corridor։ Հա։ Ասում եմ Նիկոլը ձեն չի հանում։ Խիչի ձեն հանում ժողովուրդ։ Այդ քիչ էր բաթեց գորգռեմ բան։ Որովհետև փաստը դրել ենք դեմը, այդ է պետք խոսալ։ Այդ էր պետք խոսալ։ Բայց լավ պետք է մենք խոսացինք շատ լավ է, որ Եվ ուրիշ բան ասեմ։
Ժողովուրդ այդտեղ կանած մարդկանց 90%-ը չէր հասկանում Հայաստանի խնդիրները։ Բացականներն էլ հետո, որ բացակայում են։ Այսինքն Հայաստանի մարտարավերներից այդ մարդիկ տեղյակ չեն, չգիտեն ինչ այս երկրին սպասվում։ Չգիտեն ուր են գնում, քեն գնում, չի ամեն ուզում գնան խորհրդարան, ինչեր են խոսում։ Իմ օրոք որ ես լինեմ վարչապետ, sense կլինի, բա դուք ով եք որ ձեր օրոք կլինի։ Այդ անձնական այդ էգոիզմը, որ անդադար ասում ենք պետքա մի կողմ դնել։ Անդադար բացատրում ենք ժողովուրդ էգոիզմը մի կողմ դրեք։ Մի ասեք ես պետք է լինեմ վարչապետ։ Արա հենց ասում եք ես պետք է լինեմ վարչապետ, քանդվում։ Արա քանդվում է սա օպոզիցիոն, օրակարգը փշրվում է։ Մի եկեք խցկվեք, ասեք ես պետք է լինեմ։ Չի լինեմ տենց, չի դառնում տենց։ Դուք Նիկոլիս չեք տարբերվում Մոշիմարով այդ պարագայում։ Ինքն էլ գոռում ասում էր կամ ես պետք է լինեմ վարչապետ կամ Հայաստանը վարչապետ չունենա։ Կամ այնտեղով էր ասում գթասրտություն դրսևորեք Արթուր Զիգանին բաստո ներողություն խնդրեք այդ բաց թողեք մեր գոռը Մադոյան լավ էր գրել ասում կարող է գիտեք Նիկոլը միապետ է հռոմեական սրբազան կայսրության սրբազան կայսրն է ով է Նիկոլը որ գթասրտություն դրսևորի սա հանրապետությունն է արա ժողովուրդ որտեղ օրենքով սահմանված կա համաներում սիրելի հայրենակիցներ եւ ամենակարևոր հարցը որ Նիկոլը անդադար խուսափեց այս հարցի ուզում եմ ես բացման խոսքում ասեցի որ երրորդ ժամկետ չէր կարելի Սերժ Սարգսյանին այս համարությամբ երրորդ ժամկետ նաև Նիկոլին չի կարելի այն որ ասում է Լուկաշենկո ինքն է Լուկաշենկո ասնում Հայաստանը դու Լուկաշենկոն ես սարե բան ապետ քեզ ինչ պակաս Լուկաշենկո ես դառնալու դու էսա երրորդ ժամկետ որ գնում ես դու ուր ես գնում բայց ինչ ենք Լուկաշենկո ասում է թե եկեք ասենք ադրբեջանականացում չէ դե Ադրբեջանիևը այդեն շատ հարազատ մարդ է չէ վստահաբար ադրբեջանականացում դու հիշում ես որ հեղափոխության ժամանակ ոստիկանապետ Օսիպյանը դե պետը չէր ոստիկանության զորքերի ասեց բանը եկավ ինչ որ Նիկոլի դեմ գանց ասեց Սերժ ուզում է Հայաստանը սարքի ադրբեջանացնի թե ինչ հիշում ես Նիկոլի խոսքերը ինքն է այդպես այդ անուն այսինքն Ալիևի պես հավերժացնել իշխանությունը հա հիմա ախպեր դու ես անեմ Դու իմը չգիտես ինչ ձև ես կրակեմ ես երկրի ոտքին Մենք ասում ենք դու մի եղի մենք կլնենք Մենք ասում ենք դու մի եղի պարլամենտը թող որոշի մի հատ ուրիշ մարդ լինի Այստեղ է խնդրեմը էլի այդ էգոիզմի որ չէ Ես կարող եմ այսպես անել պես կարպիսն ինձ հոգնել եմ Ես էս քարոզարշավի ժամանակ մեծ բավականություն եմ ստացել բայց միևնույն ժամանակ ուզում եմ հասկանամ այս տահասությունը Այս անդուր վիճակը լավ վերջ ունի թե չէ Երեք գիտես ինչեր անդադ միտքս գալիս որ ես ու դու առաջարկեցինք քարոզարշավի սկզբի օրերներ որ մենք նախագիծ ենք բերելու պարլամենտ որ օրենքով արգելվի քաղաքական միավորի ընտրություններին մասնակցությունը եթե այդ միավորը նախորդիվ տիմ որևէ ընտրության չի մասնակցել Սա ինչ նշանակում Սա նշանակում որ 3 ամիս առաջ գրածված որևէ թղթեր Այնտեղ դուք նայում եք մարդիկ են այնտեղ թղթեր էին Այդ մարդիկ ինչ որ թղթեր էին եկալ, տարեք գրանցվեք երին այնտեղ որ խոսան։ Ինչ-որ բան, աֆրիկյան ես իմ ովքեր, ասենք այդ թղթերը չպետք է լինեն։ Չպես այս երկիրը գազանանոց չպետք է դառնա։ Սա ինչ է նշանակում, ասենք, այդ օրինակ անդադ ագենտներից, ինչ իմանանք ով որտեղի ագենտ է։ Ասենք 2-3 ամիս առաջ թղթեր են գնում առնեմ, սարքում, Ազգային անվտանգության հարց է դա։ Պարոն Մարքյան, ես այնուամենայնիվ ուզում եմ էլի մի փոքր խոսել մեր կամպեյնի պատմության մասին, որը մի ամսվա պատմություն է, բայց էլի պատմություն է։ Ես երեք մի փոքր գրել էի, որ այս մի ամսվա ընթացքում մարդիկ տեսան մեզ, մեր հրաշալի թիմը, տեսան մեր Գորգիսյանի բանավեճը, հետո իմ բանավեճը եւ գրել էի կոմանդանտե Էդմոն Հարոկյանի բանավեճը տեսան թե ինչ ենք մենք ընդունակ չէ մարդիկ տեսան որ մենք թեկուզ պատահական բայց կարողացանք հիշում եմ ամենաինտելեկտուալ համարվող իբր թե նախարարներից մեկին արտադրության նախարարին բերեցինք եկավ ինքը ուզում էր պարոն Մարուկյանին իր հավաբանորեն նեղը գցեր բայց նեղը ընկած գնաց դուք տեսաք որ էլի մեր փոքր ռեսուրսներով կարողացանք շատ անհարմար իրավիճակում գցել երկրի ամենագլխավոր պրոպագանդիստներից մեկին կենտրոնական ընտրական հանձնաժողովում Դանիել Իոնիսյանին այո
Տեսակ Գորգիսյանին բանավեճի ընթացքում, տեսակ թե ես ինչ արեցի Արհատ Միրզայանին եւ տեսակ թե Էդմոն Մարուկյանը ինչ արեց Նիկոլ Փաշինյանին։ Եվ հիմա այս ամեն ինչը տեսնելով դուք մտածեք, որ այս ամեն ինչը կարող է քառապատկվել, եւ դրսևորվել խորհրդարանում եւ յուրաքանչյուրին մենք կարող ենք sense բերել պատասխանատվության, յուրաքանչյուրին կարող ենք վերահասկել, փող զսպել եւ հանուն երկրի ինչ որ հարց լուծել։ Այս թիմը ձեր տրամադրության տակ է։ Եթե գտնում եք, որ այն ինչ որ մենք արեցինք լավ է, ուզում եք դա կրկնապատվի, քառապատվի, մենք պետքա քվեարկեք, որ գնանք անենք եւ մենակ մարդկանց պատասխանատվության ենթարկելու հարցը չի։ Մենք կոնկրետ առաջարկում ենք ինստիտուցիոնալ վերափոխումներ եւ ես արդեն առիթ եմ ունեցել մեկ անգամ ասելու, կրկնեմ, թերևս այս 19 ուժերից մենք միակն ենք, որ դիրքավորվել ենք որպես Հայաստանում պարլամենտարիզմի ջատագովներ, պարլամենտարիզմի դրոշակակիրներ եւ հիմա այս բարձ ինչ որ թիթիզ տերմիններ չենք օգտագործում, դա գործի մեջ ցույց ենք տալիս, թե դա ոնց կլինի եւ հիմնավորում ենք, որ դրանից է արկախված երկրի կայունությունը, երկրի ապագան, ինչու՞ չէ նաև երկրի անվտանգությունը, այսինքն պետքա վերջապես հասկանանք, որ սա մի անձի պետություն չի, միայն իշխանություն չի, միապետություն չի, սա պարլամենտական հանրապետություն է, պարլամենտական հանրապետություն լինելու համար մենակ սահմանադրություն փոխելը քիչ չի, նաև պետքա դրակկրողը դառնաս, եւ մենք առաջարկում ենք լինել դրակկրողը եւ հասկանանք, որ Նիկոլ, Սամվել, Ռոբերտ, Սերժ մենակ իրենց չենք ընտրում, ընտրում ենք պարլամենտ, որտեղ մեր համոզմամբ պետքա, բայց պարլամենտն չէ կարա ձևական գոյություն ունենա, ինչ որ ձևական, հիմա օրինակ այսօր ունի էլի։ Այսօր ձևական գոյություն է, որը Նիկոլ Փաշինյանի աշխատողներն են, Ալեն Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանի աճյուդանտն է, էլի ով է։ Ու պարլամենտի խոսնակ չի, մենք ասում ենք իրական պարլամենտ պետքա լինի, իսկ իրական պարլամենտի համար պետքա լինի քաղաքական մրցակցություն, բազմաթիվ ուժերի ներկայացվածություն եւ ի վերջո այդ առողջ ուժերի միջև կոմպրոմիսային հարաբերությունների հաստատում, որի հիման վրա ձևավորվում է կոմպրոմիսային իշխանություն։ Դրա մասին ենք մենք խոսում եւ դա է պետության ապագայի հիմքը, հենց դա պետքա լինի։ Պարլամենտը առողջ պարլամենտը, բազմաթիվ ուժերից կազմված պարլամենտը եւ բացարձակ իշխանության բացառումը եւ քաղաքականության մեջ կոմպրոմիսների արձանագրումը։ Ես Կարպիսից լավ չէի կարող ձևակերպել, որովհետեւ Կարպիսը ինչ որտեղ ուզում եմ անկեղծ ասեմ, որ համ քարոզարշավի մեջ է, համ ամեն ինչ կարողանում է կողքից նայի Կարպիսը։ Ինչի որտեւ ինքը առաջին անգամ է քարոզարշավի մեջ, ինքը առաջին անգամ է հավակնում ընտրովի ժողովրդին ծառայելու որևէ բանին, ճիշտ է հեղափոխությանը մասնակցել, ես նոր ասել եմ, որ Արարատ Միրզոյան որ ասում էր բա դու իմ գրասենյակում աշխատել ես փոխվարչապետի, ուզում եմ Կարպիսին ասում, Կարպիսի չէր ասում, որ ես հեղափոխությանը չմասնակցեի, դու կյանքիդ մեջ փոխվարչապետ չէիր աշխատի, այսօր արգոսնախարար, ասենք այդ ինչ ասելու բան է, եւ այդտեղ այսինքն Կարպիսը կարողանում է կողքից նայի, օրինակ իմ համար դժվար է կողքից մեզ նայել։ Ես շատ իրավիճակներում չեմ կարողանում, ասում եմ Ժորժ ջան, դուք ասեք, այդ անգլերեն բան կա, չէ, ֆիդբեք տվեք։ Դուք ասեք, ո՞նց է գնում, լավ է գնում, վատ է գնում, ի՞նչն ենք սխալ անում։ Ես անդադար լսում եմ մարդկանց կարծիքներ։ Եվ անդադար ուզում եմ, որ մենք ավելի լավը լինենք, ավելի լավը լինենք, ավելի լավը լինենք։ Բնականաբար մենք հրեշտակներ չենք, մենք էլ լիքը սխալներ ենք արել, բայց այդտեղ կարևոր բան կա։ Դուք տեսաք այդ կանգնած մարդկանց մեջ, վերջին հաշվով մենք ինչ ենք ուզում ենք մարդիկ գան պարլամենտ, մի 7-8 տարի մեր վրա փորձեր անեն, սխալներ անեն, բան հետո սովորեն ինչա պետք անել, որ մանկապարտեզ չի։ Բայց մենք այն 10 տարին մեր կյանքից, 10 քանի տարին մեր կյանքից դրել ենք։ Մեր ընտանիքների երեսը չենք տեսել, ոչ մի հաճույք չենք վայելել, ոչ մի տեղ, ոչ մի բան չենք, անձնական կյանք չենք ունեցել, բայց ծառայել ենք մեր երկրին ու այդ ընթացքում փորձ ենք հավաքել, հայո սխալներ ենք արել ու լիքը լավ բան ենք արել։ Հիմա ինչ պետք է անենք, այդ մեր փորձը ինչ անենք։ Դե մեկը գրեմ ասում է, բան արձագանք եմ էլի կարդացի ասում է, դե Մարուկյանը փորձառու էր դրա համար տես լավ կարողացավ բանավիճի։ Եղբայր, բայց ով է ձեզ ասել, որ պետք է ասենք ինչ որ մարդիկ 3 վեր կենան, 3
Գան ուզենան, ասենք, հավակնեն երկրի թիվ 1 բանավեճը, առաջի համարների բանավեճը լավ բանավիճ են։ Մի հատ գնացեք ձեր համայնքը ավականու անդամ առաջադրվեք։ Տեսեք ձեր գեղը ձեզ ավականի կընտրեն, հետո քաղաքը, հետո եկեք падգամավորի մասնակցեք, հետո չգիտեմ ինչ, մեկի քարոզարշավի մեջ ակտիվիստ եղեք, միտեղ կամավոր եղեք, մի հատ քաղաքական ուժը մի հատ բջիջ ղեկավարեք, քաղաքական կուսակցություններ մի հատ բջիջ ղեկավարեք։ Հասկանում ես ինչ է, պարլամենտական երկիր է։ Դի կուսակցությունները մեզ պետք են կայացած կուսակցություններ, եղբայր, հա, ո՞ս պետք է լինի։ Եթե 3 չառաջ օրը մեկը թղթերը առե մեկից, եկել է մասնակցում ընտրություններին։ Ես իմ իշխան փողած ասում չգիտենք է որտեղից։ Ո՞ս պետք է կուսակցությունները կայանան։ Լուսավոր Հայաստանը հիմնադրվել է 2015 թվականին, որ թիվն է 2026։ 11 տարի կյանք ենք դրել։ Ոչ եկել եք ուզում եք մեր այդ ոտ գցեք։ Այդքանով հանդերձ դրա համար ենք մնացել քաղաքական ներկապնակում։ Դրա համար կանք։ Մի հատ ուզում եմ գաղտնիք պատմեմ, ուրեմն դե սարսափելի փոքր ռեսուրսներ ա դրած մեր քարոզարշավի վրա։ Չգիտեմ, որքանով եք տեսնում, ամեն դեպքում մենք չունենք շտաբեր, ոչ մի գյուղում, ոչ մի մարզում, ոչ մի տեղ չունենք։ Մի հատ կենտրոնական գրասենյակ ունենք, Բաղրամյան 1։ Ունենք վիրտուալ մեր շտաբը, որը շատ լավ աշխատել է այս ընթացքում։ Էլեկտրոնային է ամեն ինչ։ Եվ այս ամենով հանդերձ գնացել եմ մի հեռուստաընկերություն հարցազրույցի եւ տնօրենի հետ եմ զրուցում, սուրճ եք խմում մինչեւ հարցազրույցը։ Ասում եմ կներեք մի բան հարցնեմ, 18 ուժ է էլի մասնակցում, ասում ահա։ Ասում եմ լուսաբանումով մեզ որտեղ եք դասում։ Դե ասում եմ 18-ի մեջ մոտավորապես սենց ա գնում։ 3-րդ, 4-րդ, մաքսիմում 5-րդ տեղով դուք գնում եք 4-5։ Ուսից նայում ասում եմ Այսինքն այս 18 ուժի մեջ այս միլիարդավոր դրամները որ ծախսվում, հա, մենք հենց որտեղ ենք։ Բայց ինչի՞ է այդպես։ Որովհետև խելացի, հնարավորինս օպտիմալ, այն որ ասենք $1 $100 էֆեկտ է ուզում 10, կոպիտ ասած։ Փորձել ենք աշխատել ու էտել ենք շատ սիրուն արել։ Էտել է շատ լավ ստացվել։ Եվ ես ասեմ խիատ տենց։ Ասա Որտեվ մեզ չեն ստեղծել որևէ լաբորատորիայում մարքեթինգային գործիքներով։ Մենք ինքնաստեղծ ենք եւ ճանապարհ ենք անցել։ Այդ տակի բանս ասեմ, որտեվ երևի մաթեքնացուներ կան, որ այնտեղ ասեն դու կջղայնանաս այս պահին, ինքը ջղայնանում է, բայց ֆիկցիա է, էլի բնական չի, էլի, ասես այն որ խոսքի ինչ մարքեթինգային ինչ որ ինքը մարքեթինգային չկա դարա, ինչ ես եկել։ Մարքեթինգային հնարք է ինքը ընդհանրապես մարդկանց դուր գալու համար։ Դա էլ հրաշալի։ Ինքդ կբարձրացնես։ Մարքեթինգը կարևոր է, մենք էլ ենք օգտագործում։ Հարց չկա, բայց մարդիկ կան, որ մենակ այդ են։ Ես ուզում եմ ելի գալ քաղաքական տեսություններին, եթե դեմ չեք։ Շատ կարևոր է մարդկանց բացատրել, թե ինչ է նշանակում կոմպրոմիս։ Կոմպրոմիսը, չէ՞, հա։ Նախ իմ համոզմամբ եւ ոչ միայն ինձ թվում է սա աքսիոմատիկ ճշմարտություն է, որ առողջ քաղաքականությունը չի կարող լինել առանց կոմպրոմիսների, առողջ քաղաքական համակարգը եւ հենց կոմպրոմիսները բացակայում են եւ վրա է հասնում աբսոլյուտիզմը, այսինքն բացարձակ իշխանությունը, դա կարող է մի կարճ ժամանակ արդյունավետ միգուցե դրսևորվել, միգուցե արժեքներ ստեղծել, բայց անխուսափելիորեն դատապարտված է փլուզման եւ իր հետ միասին նաեւ ամբողջ սոցիումը փլուզելու է։ Դրա համար առողջ հասարակությունները միշտ կան քաղաքական կոմպրոմիսներ, այսինքն փոխզսպման եւ հավասարակշռման մեխանիզմներ եւ շատ կարեւոր է որ քաղաքական դերակատարները այս ամեն ինչին հանգեն կամավոր, այլ ոչ թե պարտադրված, այսինքն աղետից կամ աղետ բառը չօգտագործենք փլուզումից առաջ, այլ ոչ թե փլուզումից հետո, որովհետեւ միշտ կա դա իշխանություն, գայթակղությունը շատ մեծ է, ամբողջ իշխանությունը վերցնել, յուրացնել, ամեն ինչ կլանել եւ ինձ համար շատ կարեւոր է օրինակ Անգլիայի եւ Ֆրանսիայի պատմությունը, թե այդ երկու երկրները ինչ ճանապարհով են ընթացել, օրինակ Ֆրանսիայում, միջնադարյան Ֆրանսիայում բնական պայմաններ չկային, ֆրանսիական այդ միջնադարյան հասարակությունը, հա, այդ ատոմիզացված, մասնացված կարիք չուներ ընդհանրապես պարլամենտարիզմի, ընդհակառակը տարբեր խավեր, տարբեր շերտեր ձգտում էին աբսոլյուտ իշխանության, որ թագավորը լինի ուժեղ, բացարձակ։ Անգլիայում լրիվ հակառակ իրականություններ, այնտեղ բանը անդադ ձգտումը կար թուլացնել
միապետի իշխանությունը կային բարոններ, որոնք անդադ ապստամբում են եւ պարլամենտարիզմը անգամ սկիզբ առնում Հովան Անհողինից, դա 13-րդ դարն է, երբ որ բարոնները Ռիչարդ Արուտասիրտի եւ Հովան Անողինի այդ ապաշնորհ քաղաքականության պատճառով ապստամբում են, այդ ստիփած ստորագրում այդ հանրայիտ մագնա կարտան, ազատությունների մեծ խարտիան եւ պարլամենտարիզմը այս հարաբերությունն է դրսեւորում, այսինքն բարոնները ապստամբած ստիպում են պարլամենտ հրավիրել Հովան Անողինին։ Նույն բարոնները նրա որդուն Հենրի 3-ին են ստիպում, էլի ապստամբում են, որ էլի գնա զիջումների։ Բայց Անգլիայի պատմության մեջ գալիս է մի թագավոր, ամենանշանավոր թագավորներից մեկը Էդուարդ Սրբադասվածը։ Հա, Էդուարդ առաջինը, այդ քաջ սիրտը, խիզախ սիրտը Մել Գիբսոնի կինոն եթե տեսել եք, այդ Էդուարդ առաջինն է, որ այնտեղ բացասական կերպար է, հա, շոտլանդացիներին հալածող, բայց իրականում Անգլիայի ամենանշանավոր թագավորներից մեկն է, այնց առաջիններից մեկն է, որ սկսել է անգլերեն խոսալ։ Ինչեւ դա ֆրանսախոս էին եւ ինչ անում հասկանում է հորս դեմ ապստամբել են բարոնները եւ ստիպել են պապուս ընդհանրապես ծեծը ջարդել են ստիպել են ազատությունների այդ խարտիան ստորագրել բայց սա վտանգավոր ճանապարհ է եւ պետք է այս վտանգավոր ճանապարհից խուսափել եւ ինքը ինչ է անում կամավոր է հրավիրում պարլամենտ որպեսզի երկիրը զերծ պայի ցնցումներից եւ մյուս կողմից այդ բարոնները որ կան լինեն իր վերահսկողության տակ Դες այդ պայի համար խելքս գնում է, նենց հետարքի է այդ։ Եվ ինքը մարդ այնքան լայնախոհ է եղել ժողովուրդ, որ ինքը իր կամքով է զիջե իր իշխանությունից դեպի, դեն կարծես ասում բարոններ եմ ասել դեպի ժողովուրդ մի քիչ կոպիտ կա, չէ՞, դեն ժամանակ ինչ է բան ա եղել, համակարգ ա եղել, բայց դեպի լավ ժողովրդի ինչ որ ներկայացուցիչներ բարոններ, հետո կամած ու ինչի եմ հաճույքով բանանում Ջոն Սմիթ շրջանավարտ եմ ես բրիտանական ծրագրի եւ իմ ծրագիրն անցել է Վեսթմինիսթրում, այսինքն բրիտանական պարլամենտում, գնացել էի պարլամենտի վերահսկողական մեխանիզմներն ուսումնասիրել, գալ այստեղ առաջարկել, բացնես բաներ եւ բավականին բաներ մեզ կանոնակարգում կարողացանք անել, առաջարկել, բայց դե Սերժ Սարգսյանը անդրդվելի էր, չէր ստացվում։ Այն ժամանակ Սերժ Սարգսյանի ժամանակվա բան եմ ասում։ Ու հետարքին ինչն է, պարլամենտը ուրեմն երկպալատ է։ Համայնքների պալատը կանաչ գույնով է։ Ամեն ինչ կանաչ է այնտեղ։ Աթոռները բան ինչ կա։ Եվ միտքը այն է, որ grassroot, այսինքն դա հողից է գալիս, էլ, այսինքն գալիս է այդ տարածքներից մարդիկ, ովքեր հենց հողի վրա կանգնած ընտրում են։ Կարմիր, այսինքն երկրորդ պալատը, որտեղ կարմիր է ամեն բան։ Լորդերի պալատն է։ Իրական իշխանությունը կրում են կանաչ դահլիճում, այսինքն իրական պարլամենտ, ովքեր յուրաքանչյուրը իր տարածքից ընտրվում է, մեծամասնական ընտրակարգ է։ Իմ ամենասիրած ընտրակարգն է։ Որ կոնկրետ մարդիկ ընտրում են կոնկրետ մարդուց, կոնկրետ մարդ իրենց ներկայացուցն է։ Ոնց որ ես Վանաձորի ներկայացուցն եմ եղել, ասենք 5 տարի։ Եվ իսկ կարմիրը լորդերի պալատն է, որտեղ դե մոնարխն է նշանակում, ընդ ուրիշ ընդհանրակարգ հոգեվորականներ կան, այդ ասեն հոգեվորականները չպետք է լինեն քաղաքականության մեջ, լորդերի պալատում նստած են, անգլիկան եկեղեցու բաներ են, արքեպիսկոպոսներ են, չգիտեմ ինչ։ Եվ բանա ցմահ նշանակում է լորդ, լորդերի պալատի անդամ։ Եվ դա շատ հետաքրքիր, որ ամբողջ իշխանությունը բյուջե բան հաստատվում է կանաչ դահլիճում, այսինքն համայնքների պալատում, հետո գալիս է լորդերի պալատ, ընդ ավելի դանդաղաբան, բայց իրանք ավելի շատ այնպես խորհրդատվական բնույթի բան ունեն, բայց երբ որ գալիս է մոնարխը բացելու պարլամենտի նիստը, տարվա մեջ մի անգամ, նկատած կլինեք Չարլզ Թագավորը օրեր առաջ կատարեց բացումը առաջին անգամ թագավորի պաշտոնում եւ թագով իր կնոջ հետ թագու հետ արդեն եւ նա գալիս է կարմիր պալատ որ գալիս է կարմիր պալատ այդ լորդերի պալատ Black Rock-ը այսինքն այդ ոնց թարգմանեմ ավանդույթներ կա էլի իր ներկայացիչը քայլում է դե նույն շենքի մեջ է քայլում է գնում է այդ կանաչ դահլիճը այնտեղ սա հավաքված են դեսես նստած են բոլոր падգամավորները ու գալիս է հենց գալիս է հասնում է դրան մոտ գոռում են որ թագավորի ներկայացուցն է գալիս դուրը փակում են իր դեմը այդ պահին որ դուրը փակում են ինքը պետք է այդ իր ձեռքի գավազանով 3 անգամ խփի այսինքն տեսեք ինքը իրավունք չունի ներս մտնի համայնքների պալատ որպես թագավորի ներկայացուցիչ որովհետև նրանք իշխանության կրողն են 3 անգամ խփում է դուրը բացվում է
քայլում է գալիս առաջ ու ասում է թակավորը դիմա բանի պարլամենտի նախագահին, սպիկերին։ Ասում է թակավորը բոլորի հրավիրում է որ լսեք իր ելույթը։ Եվ բոլորով գնում են։ Հետարքիր բան կա։ Երբ որ թակավորը Վինձորի պալատից կամ ասենք բանից Բուքինգեմյան պալատից գալիս է պարլամենտ, պետք է падգամավորներից մեկը որպես պատանդ պահվի բանը։ Մինչև հիմա ավանդույթը պահում են։ Այո։ Մեկը գնում է շենքում դեն լրվում է, չայ ախմում, կոֆե ախմում, հաց ուտում թակավորի տանը, մինչև թակավորը հետ չգա հետ, նա չի գնում։ Խի որ թակավորին հանկարծ իրանք շվեկալ են։ Սա որտեղից է գալիս։ Կրոմվելից։ Կրոմվելն է էսի արել։ Որ պատմությունը շատ լավ չեմ կարող հիմա վերարտադրեմ, բայց Կրոմվելի ժամանակների պատմությունն է, երբ որ թակավորը հետապնդում է մեկին, գալի մտնում է համայնքների պալատ եւ գալի ձերբակալում են։ Ունդեր գլխատումն է տեղի ունենում, բա պատմությունը ավելի մանրամասն կարող է։ Հետո Կրոմվելի գերեզմանն են քանդում, իրան են գլխատում։ Հա, դա արդեն շատ ավելի հետո նորից վերականգնում են մոնարխի ինստիտուտը, բայց այդ մարտիկ այդ ավանդույթը պայել են։ Կարծես էս պատմել ես։ Էդ է ուզում ասել, այդ Կրոմվելի ուզուրպացիան չհաշված, ես կայուն համակարգը անդադ վերարտադրվել է, Անգլիան առանձնապես Կրոմվելի ուզուրպացիան չհաշված ցնցումների չի ենթարկվել ի տարբերություն Ֆրանսիայի, եթե Անգլիայում 100-ամյակների ընթացքում պարլամենտը անդադ ուժեղացել է, այդ կոմպրոմիսները գործել են, Ֆրանսիայում թագավորական այդ իշխանությունն է, դոմենն է անդադ ուժեղացել, այդ կոմպրոմիսները բացառվել են, ինչը հանգեցրել է 1789 թվականի մեծ հեղափոխության եւ Ֆրանսիայի հողին հավասարեցմանը, 0-ից նորից նոր պետություն են ստեղծում։ Այս օրինակները շատ կարևոր են կարծում եմ եւ շատ ուսուցողական, որպեսզի մենք հասկանանք, որ մեր երկրին, եթե մենք ուզում ենք առողջ երկիր, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանի պես Բելարուս կամ Ադրբեջան կառուցել այսիական ինչ-որ այնց հորդա, եթե չենք ուզում կառուցենք, ուզում ենք առողջ հասարակություն, պետք է այս պարլամենտարիզմի դասերը սրտենք եւ ի վերջո ունենանք նորմալ պարլամենտ, որպեսզի ինչի համար օրինակ հիմա հողի վրա մա ցույց տանք, որ երկրի վարչապետը նախ չուզուրպացնի ամբողջ իշխանությունը, հանցագործություն կգործի, պարլամենտը կկանչի պատասխանատվության, կգնա քաղաքական բռնությունների, պարլամենտը կկանչի պատասխանատվության։ Մի բան խոստանակ, ասի 7% տնտեսական աճ եմ խոստանում Սերժ Սարգսյանի պես, չի անի, պարլամենտը կկանչի, շլիկից կբռնի, Էդմոն Մարուկյանն այնտեղ կլինի, ասի ուր է 7% աճը, չես արել, հրաժարական տուր, թող ուրիշը գա։ Կգնա արտաքին ուժերի այդ բանակցությունների, Պուտինի, Ալիևի, Էրդողանի հետ, անթույլատրելի պահանջներ դեմ կտան, ասի չեմ կարա, պարլամենտը ինձ կճղի, թողա պարլամենտին հարցնի, բայց այդտեղ հիմա կարան քննադատները ասեն այլ գայթակղություն կա, որ իրարամերժ ուժերից կազմված պարլամենտը կարող է նաև խոչընդոտել որևէ որոշման կայացում, դա մենք տեսել ենք 90-ականների Ռուսաստանում, երբ թույլ չէին տալիս որևէ օրենսդրություն ընդունել պարլամենտում կամ սահմանադրություն։ Չեմ կարծում, որ այդ իրարամերժ ճշնամական միջավայրը մեր մոտ կարող է ձևավորվել, որտեղ 90-ականների Ռուսաստանում ի վերջո իրար այդ լիբերալներն ու կոմունիստներն էին իրար միսուտում, մեր երկրում տենց հակասություններ չկան, եւ այդ որոշումների կայացումը խոչընդոտելու կամ քարացնելու համար չսա չենք ասում, այլ արդյունավետ կառավարման եւ նաեւ այդ անվտանգության հենարաններ, անվտանգության բարձիկներ ունենալու համար։ Ես ուզում եմ ասել, որ հիմա մենք պետք է էլի անդրադառնանք, դա մեր քաղաքաշավն է, մենք շնորհս Կրոմվելից ենք խոսում, Էդուարդ Արիասիրտից ենք խոսում, բայց Էդուարդ առաջին զան հայերեն չգիտեմ ոնց ասենք, երկարա ոդկա, երևի տենց անգլերենից թարգմանենք։ Բայց արի արագ ամփոփենք կարծես։ Ժողովուրդ, ինչի ենք մենք ասում մեզ ընտրեք։ Մենք միակ ուժն ենք, որը չի խաղում Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ։ Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ խաղը հետեւյալն է, որ ասում են խաղաղության պայմանագիր, այո մենք կստորագրենք, թրիփ, այո դա շատ լավ է, Թուրքիայի սահման, այո արագ կբացենք, ինչ ասում են։ Մենք ասում ենք, խաղաղության պայմանագիրը չենք ստորագրելու, որովհետև դա խաղաղության պայմանագիր չի, դա Ալիևի տեքստն է։ Մենք ասում ենք կյանքը հետ կանալ հեշտ չի։ Այո, դա Ալիևի տեքստն է, որը որ այս իշխանությունը համաձայնել է։ Դրա վրա գործ կանելու մենք այդ գործը անելու ենք։ Հաջորդը Հայաստանը չպետք է որևէ երկրի տա արտոնյալ միջանցք։ Տրիպը ստորագրված է արդեն, նախաստորագրված չէ, ուշադիր եղեք։ Տրիպի պարագայում մենք ակնկալում ենք, պահանջելու ենք, կբանակցենք, կստանանք նմանատիպ ճանապարհ Ադրբեջանի միջով։ Եթե չէ, չկա Արցախ, չկա Միջանցք։ Սա է մեր մոտեցումը։ Հաջորդ հանգամանքը
հայ-թուրքական սահմանը։ Հայ-թուրքական սահմանի վերաբերյալ մենք ունենք հետևյալ դիրքորոշումը։ Այդ սահմանը, ասել Կարպիսը, երկնային Երուսաղեմի դարպասները չեն։ Մենք բավարար եւ ավելի շատ նվաստացել ենք դրա բացելու համար, այն չի բացվել։ Սահմանը մենք չենք փակել։ Եթե Թուրքիան կբացի սահմանը, մինչ այդ բացելը մենք մեր օրենսդրությունը պետք է թարմացնենք, մենք մեզ պաշտպանենք մեր երկրի մեջ։ Հաջորդ հանգամանքը Արցախի ժողովրդի խնդիրը։ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը պետքա պահել օրակարգում, դրանով բլոկել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Մենք հիմար չենք, մենք հասկանում ենք, պատրանքներով չենք ապրում, որ հիմա այդ ժողովրդի վերադարձը անհնարին է։ Սակայն հարցի փակումը Ադրբեջանի կողմից մեր վրա բացում է հարցեր։ Հաջորդ հանգամանքը հայ-ռուսական հարաբերություններ, հայ-ամերիկյան հարաբերություններ, Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններ, Հայաստան տարածաշրջանի երկրներ, Վրաստան, Իրան, բոլորի հետ խնդիրներ են առաջացել։ Բոլոր հարաբերությունները մենք կարգավորելու ենք։ Մեր ոդկասթները եթե նայած լինեք կամ նայեք, կտեսնեք, որ բոլորի լուծումները ունենք։ Այստեղ դրա մասին մանրամասը չխոսանք։ Գալով ժողովրդի խնդիրներին, արդեն արտաքին քաղաքականությունից, մեր ժողովրդին թողել են անպաշտպան։ Չկա երկրում արդար դատարան, չկա երկրում իրավապահ համակարգ, սոցիալական արդարություն եւ ինստիտուտները չեն գործում։ Այս բոլորի վերաբերյալ տեսլականներ ունենք, լիքը գործ ունենք անելու ենք ժողովուրդ ձեր տված քվեով։ Բանկային համակարգում կոնկրետ հստակ ֆրանսիական օրենսդրությունն ընդունելու ենք, որով սահմանափակվելու են տոկոսադրույքները, մարդիկ տառապում են վաշխառության տակ։ Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք կազինոների մասին, սա վերաբերյալ ենք առաջարկ արել, մոտարպես 7000 մարդ այդ ընկերություններում աշխատում են։ Այս մարդիկ շարունակելու են աշխատել, բայց կազինոների վերաբերյալ մեր մոտեցումը հետևյալն է, որ ՀՀ քաղաքացին չկարողանա ինքը խաղադրույքներ անել։ Դրա հնարավորությունները կան։ Օրինակ եմ բերել Սինգապուրում Lee Kuan Yew-ն, երբ որ բացում էր հայտնի կազինոն, այն մեծ են, ցենց են նավի։ Ես եղել եմ այնտեղ։ Ինքը ելույթում ասում է, որ բոլորին հրավիրում են խաղալ, այստեղ գալ, туриզմ, բանկ, եկեք կազինո խաղացեք, ու տեքստի մեջ չինարեն իր ժողովրդին ա դիմում, գիտես։ Չինարեն դիմում իր ժողովրդին, ասում է, ձեր ոդկը ստեղ չտեսնեմ։ Այսինքն ինքը ինչ ասում, ասում է, բացել ենք ուրիշների համար։ Հիմա օքեյ, կազինո կա on-line, on-line չի, չգիտեմ։ Խա տուրիստները։ Մեր ժողովրդին չպետք է նստացնել դրա վրա։ Թմրամոլության դեմ պայքար, բոլորը խոսում են, այս կանենք, այն կանենք, ժողովուրդ կոռուպցիայի մեջ թաղված է մեր իրավապահ համակարգը, դարձել է այդ թմրամոլության շահույթի փայատերը կամ բաժնետերը։ Մենք պետք է քաղաքական կամք դրսևորենք, թեւը կտրենք այդ համակարգի։ Մենք այդ քաղաքական կամքը ունենք։ Բոլորը գիտեն, ոչ ես եմ նարկոման, ոչ Կարպիսը։ Դրա համար մենք դրա դեմ կպայքարենք։ Հաջորդ հանգամանքը մենք ասում ենք, որ մարզերն են Հայաստան։ Սա իմ կարգախոսներ, ես որ ես պարլամենտում էի։ Մարզերն են Հայաստան։ Ինչ է սա նշանակում, որ Ժորժ ջան, Երևանով չի։ Երևանով չի, մարզերին տիրությունա պետք անել, համաչափ զարգացնել, կյանքի որակ տանել այնտեղ, եւ այդ կյանքի որակը բալանսավորի մեր երկիրը։ Մենք ասում ենք այդ ապուշ ծրագիրը ակադեմիական քաղաքի չեղարկել, պետական ապարատը տեղափոխել Երևանի հարակից այդ տարածք, բուհական ամբողջ տարածքները Երևանի կենտրոնում դարձնել ոտքով քայլելու եւ ուսանողական տարածքներ, կանաչապատ, օդը մաքրել, Երևանը բեռնաթափել։ Երևանը չպետք է 75000 ձայնով ղեկավարի մի մարդ 1 միլիոնանոց քաղաքում, հանցագործությունը դա այլ այսօր ամբողջ Երևանը մլակներ է, տեսել եք ինչա կա, կառավարում չկա, զրոյա։ Այս բոլոր խնդիրները մենք լուծելու կամք ունենք, միտք ունենք, ծրագիր ունենք, թիմ ունենք։ Այս Նիկոլենք մլակի հարց չեն կամ լուծեն։ Հա։ Բայց նորատուսից արտանիշ կամ ուրջեն ուզում կառուցել։ Ահա։ Բայց չագուչով պատին մեն խփել չգիտեն։ Էսա իրավիճակը։ Ես ինչ որ կետերը մոռացա ասեմ, այնպես ամփոփիչ ասում եմ մեր Քարոզարշավի հիմնական թեզերը, թե ինչեր ենք անելու, ինչեր ենք առաջարկում, բնականաբար ատոմակայանը մեր չի փակվելու, նոր էներգաբլոկա կառուցվելու, Հայաստանը պաշտպանելու է իր դահական լուծարվելու է, էներգետիկ ինքնիշխանությունը, դահական այդ համակարգը անհնարավոր է փոխել, իրան լուծարելու ենք, ցրելու ենք տուն։ Այնուամենայնիվ նոր համակարգ ենք ստեղծել։ Այդ մինա հադասություն եմ ասում, վերջացնենք ինձ ամենամտահոգող հարցը որ քաղաքացիները իրենց քվեով, այո, սխալ քվեով հանկարծ երկրի գլխում մի նոր կոնֆլիկտ չբերեն, որտեղ ես իսկապես հեռանկար եմ տեսնում, որ Հայաստանը կարող է
եւ միգուցե արդեն մեկնարկտրված է, կարող են ներքաշվել գերտերությունների մրցապայքարի մեջ եւ սրա կամ նրա ձեռքում դառնալ գործիք եւ զոհաբերման գործիք, խաղաղության նոխազ, ինքնիշխանության կորուստ, ազդեցությունների մեծացում, շատ վտանգավոր հեռանկարած, ցավոք սրտի շատ մարդիկ չեն ուզում տեսնել, թե ինչ վտանգավոր լարի վրա ենք մենք սկսել քայլել։ Եվ ժողովուրդ ջան, ուզում եմ նաև ասել, որ այստեղ հետարքիր հանգամանք կա, որ ելի հետ գալով դեբատի ներեկվա, էլի։ Ժողովուրդ, դուք լսում եք մարդիկ ինչ են խոսում։ Այնտեղ մարդ կա ասում է Նախիջևանը հետ ենք բերելու։ Մեկը ասում է այս քարտեզը ճանաչված չի, ֆիքսեք։ Նիկոլի վրի քարտեզը չի ճանաչա Ադրբեջանը, բայց դե մարդ կա ասում է Ստալինի գծածն է։ Մեզ ավելի մեծ է պետք։ Այդ արկածախնդրույց, այդ խելագարների խմբեր այս երկիրը կտանեն տոտալ կործանման։ Մենք արդեն տեսել ենք այդպես խելագարների խմբեր, փորձել ենք օգնենք, փորձել ենք չթողենք, փորձել ենք բզբզացել ենք, ինչ հնարավոր արել ենք, արա չի ստացվել, Նիկոլը պետք է գնա, ձև չկա, պետք է գնա։ Եվ այդ փոփոխության համար մենք ձեզ ասում ենք գնացեք ընտրական տեղամաս, պարտադիր գնացեք ընտրական տեղամաս, քվեարկեք մեր օգտին, բաներ ասում։ Սովետական Հայաստանի քարտեզի դեմ արած իմ բանավեճի ժամանակ մեկը էլի ասում էր, Բևերից էր էլի։ Դե ԿՊԱ-կանները ուզածները դա, չէ՞։ Իրանք ինչ են ասում, մենք ենք մեղավորած բոլոր կոնֆլիկտների մեջ, քան որ մեծ Հայաստան ենք ուզում, ես գոռում եմ այդ Բևերի ներկայացուցիչին Գևորգին, ասում եմ՝ «Մի արա, օգնում ես իշխանությանը, հիմնավորում ես իրանց թեզերը, որ իրանք իրանց զիջումները էլ ավելի արդարացնեն։ Մի արեք»։ Երկու հատ ստրատեգիական ջամփատան ասում ձեզ փրկենք։ Եվ վերջին ամփոփիչ բան եմ ուզում ասեմ, որը շատ կարևոր է։ Այս պահին process է գնում քաղաքական ուժերից մեկին կամ կարող է մի քանիսին դուրս թողնելու ընտրապայքարից։ Մենք երբ որ նկարում ենք, մենք չգիտենք ինչա տեղի ունենալու, դա համար այս եթերը մի նայեք այդ կոնտեքստում, մենք առանձին եթերներ կանենք դրա վերաբերել, եթե պետք լինի։ Մենք սա կանխատեսել ենք, եթե լինի։ Մենք ասել ենք սրա մասին Նարեկ Կարապետյանին, Ուժեղ Հայաստանի։ Ես եթերում 100 անգամ ասել եմ։ Այլ ընդդիմադիրների, իրանք ասել են մենք պլան B ունենք, մենք գիտենք ինչ պետք է անենք։ Դա ձեր գործը չի, մի մտածեք, օքեյ։ Մենք լուծում ունեցել ենք դրա վերաբերյալ։ Մեր լուծումը նա եղել, որ եղել է լուծում, լավ, չեմ ուզում երկարացնեմ։ Եվ դրա համար սիրելի հայրենակիցներ առանձին այս թեմայով կանդրադառնանք, որտեղ ես չգիտեմ հիմա ինչա կատարվում, կտրված ենք եւ ըստ անհրաժեշտության եթերներ կանենք, բայց հաշվեք, որ նախընտրական շրջանի վերջին ոդկասթն է, ես ու Կարպիսը խոստանում ենք պարլամենտ անցնելով կշարունակելու ենք այս ոդկասթը, սա լինելու է, սա էլ է նախընտրական խոստում, հանկարծ չմտածեք թե բան ենք էլի, բան падգամավոր ընտրել ենք։ Եվ այս ոդկասթում կշարունակենք քննարկել մեր падգամավորական գործունեությունը նաև։ Հա, ձեր առաջարկները լսել, ձեր առաջարկները օրենքներ գրել, ձեր ծառայելու։ Եվ դրա համար բացարձակ մտահոգություն մի ունեցեք, որ այս ոդկասթը կարա ավարտվի կամ սա եղել է նրա համար, որ մենք ընտրություններին մասնակցենք, բացարձակապես չէ։ Այս ոդկասթը Հայաստանի ամենակայացած, ամենահաջողակ քաղաքական ոդկասթն է, այն չի մեռնելու, այն լինելու է։ Մի գրամ չմտածեք։ Գնացեք ընտրական տեղամաս, վերցրեք թիվ 19 քվեաթերթիկը եւ ձեր քվեարկությամբ ինձ ու Կարպիսին գործուղեք պարլամենտ։ Սա է մեր առաջարկը ձեզ։ Աստված պահապան Հայաստանի Հանրապետության։ Հրաշալի։